Արագածոտնի թեմի առաջնորդն ու 6 քահանաները, ինչպես նաև քաղաքացիական անձինք ձերբակալվել են իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու համար։ Այս մասին հայտնել են քննչական կոմիտեից, ներկայացնելով, թե ինչ գործի շրջանակներում են քննչական կոմիտե տարվել հոգևորականները։ Ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության շրջանակներում կատարվում են վարութային եւ ապացուցողական անհրաժեշտ գործողություններ։ Լրացուցիչ հանդես կգանք հայտարարությամբ։ Մանրամասնել է քննչական կոմիտեի խոսնակ Կիմա Ավդալյանը։ Փաստաբան Մարինե Ֆարմանյանը նշել է, որ խուզարկության որոշումներից հասկանալի է դարձել, որ Տեր Արամի տված հարցազրույցի հիման վրա Դանիել Օհաննիսյանը հաղորդում է ներկայացրել ստուգելու, թե արդյոք հավաքներին մասնակցելու հարկադրանք եղել է, թե ոչ։ Ըստ փաստաբանի հոգևորականներին հենց այս գործի շրջանակներում են բերման ենթարկել։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Երևանի քննչական վարչություն են տարվել 5 հոգևորական, ինչպես նաև մի շարք քաղաքացիական անձինք։ Իր հերթին Մայրաթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի Քահանա Արթենյանը հայտնել էր, որ Տեր Մկրտիչի գտնվելու վայրը հայտնի չէ, փորձում են պարզել, թե որտեղ է գտնվում նա։ Նշենք, որ երեկ գիշեր խուզարկել են Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանի տունը, ապա նրան տեղափոխել են քննչական կոմիտե։ Արագածոտնի թեմի առաջնորդը ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի քրոջ որդին է։ Հոկտեմբերի 14-ին ժամը 14:15-ին Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի ջրային վաշտի պարեկները Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին իրավախախտում կատարելու համար կանգնեցրել են Opel Magnish-ի մեքենա։ Իրավախախտումը չարձանագրելու համար 60-ամյա ուղևորը որպես կաշառք պարեկներին է առաջարկել 10,000 դրամ։ Նա ձերբակալվել եւ տեղափոխվել է համայնքային ոստիկանության Սևանի բաժին, ապա ներկայացվել հակակոռուպցիոն կոմիտե։ Հոկտեմբերի 14-ին կրակոցներ են հնչել Լոռու մարզում ժամը 20:30-ի սահմաններում ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սպիտակ քաղաքում տներից մեկի մոտ մի խումբ անձանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ։ Դեպքի փաստով քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Խուլիգանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել է 10 անձ։ Քրեական ու համայնքային ոստիկաններն ու քննիչները պարզում են, արդյոք վիճաբանության ծեծկռտուքի եւ կրակոցների հետևանքով տուժած կամ տուժածներ կան, հիվանդանոցային ահազանգեր եղել են, թե ոչ։ Համայնքային ոստիկանության ապարանի բաժնի ծառայողները ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ապարանի Բաղրամյան փողոցում հայտնաբերել ապօրինի զենք զինամթերք պահելու եւ կրելու կասկածանքով բաժին են տեղափոխել Ստեփանավանի բնակիչ 18-ամյա մի երիտասարդի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ատրճանակ եւ դանակ։ Երիտասարդը եւ կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։